լրատվամիջոցներն ու լրագրողները պետք է պայքարեն, էլի։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ իր խաղաղության հայեցակարգը տարբերվում է Նիկոլ Փաշինյանի հայեցակարգից։ Դուք համաձայն եք դրան։ Դուք ինչի եք ուրիշների ասածները իմ մեկնաբանությունները հարցնում։ Ես չեմ ուզում որևէ եղել գործընթացների ծանոթ եք։ Ամեն ինչի ես ծանոթ եմ։ Եթե դուք անուն չտաք, ասեք, այսպիսի բան կա, ես կարող եմ ասել, բայց դուք ինձ ստիպում եք, որպեսզի ես մեկնաբանեմ երկրորդ նախագահին, առաջին նախագահին, վաղը ինձ ստիպելու եք, որպեսզի ես մեկնաբանեմ, չգիտեմ, մի ուրիշ մարդու, ես մեկնաբան չեմ քաղաքական։ Առաջին նախագահի խաղաղության հայեցակարգի հետ այսպես ձևակերպեք հարցը, մի կողմ թողնեք Նիկոլ Փաշինյանը։ Բայց ես էլ եմ նույն բանն ասում, ես չգիտեմ ինչի մասին եք դուք խոսում։ Երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը մանրամասները շարադրի ինչի մասին է խոսքը, այն ժամանակ ես թե հետևակի շատ կարող եմ դրան անդրադառնալ։ Պարոն նախագահ, եւ այդ Վաշինգտոնյան փաստաթղթի հետ կապված ի վերջո Ալիևը անվանում է Զանգեզուրի միջանցք։ Փորձենք հասկանանք հիմա